Պատրաստելու եմ հավի թոքը եւ մատուցելու եմ թարխունի եւ մածունի սոուսով։ Թավայի մեջ լցնում եմ ձիթ յուղ։ Հավի թոքը մշակելուց հետո սկսում ենք տապակել։ Հետո տապակում եմ 2 պճեղ սխտոր, մանրացրել եմ մի փոքր, կծու պղպեղ, մի քանի տերև թարխուն։ Այս ընթացքում պատրաստեմ մածունով եւ թարխունով սոուսը։ Թարխունը մի փոքր մանրացնում ենք եւ հարում ենք, ձիթայուղ եմ ավելացնում, աղ, պղպեղ, մի փոքր սխտոր եմ քերում եւ ավելացնում եմ մածուն եւ հարում ենք։ Վերջ, այսքան բան։ Երբ արդեն գրեթե պատրաստ է թոքը, իսկ դուք հիշում եք, որ ես խորհուրդ չեմ տալիս շատ տապակել, մոտավորապես 5 րոպե մի կողմից, 5 րոպե մյուս կողմից, ավելացնում եմ վրան մանրացրած սոխը, վերջում եմ ավելացնում, որ սոխը մի փոքր նույնիսկ խրթխրթան մնա։ Աղն ու պղպեղը անջատելուց հետո ենք անում, որ հավի թոքը ձիգ չլինի։ Սկսում եմ մատուցել։ Այնպես որ եթե ունեք տանը հավի թոք եւ հոգնել եք ավանդական ուտեստներից, հետևեք այս բաղադրատոմսի։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը իմ մայրիկին, որ տեսնի ասի, ինչ ես անում։ Իսկ ես գոհ եմ ինձանից։